Վաշինգտոնում կայացած միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակներում փաստաբան Արամ Վարդևանյանը ելույթ է ունեցել ներկայացնելով Հայաստանում կրոնական ազատությունների եւ քաղաքական հալածանքների վերաբերյալ մտահոգիչ իրողություններ։ Վարդևանյանը բարձր ամբիոնից հիշեցրել է Հայաստանի պատմությունը, նշելով, որ մեր երկիրը առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն այսօր կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առջև։ Արամ Վարդևանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել, որ Արցախյան 44-օրյա պատերազմից եւ 120,000 հայերի բռնի տեղանումից հետո հայ ժողովուրդը շարունակում է կրել կորուստներ ոչ միայն հայրենի հողում, այլև հոգեվոր տիրույթում։ Գագաթնաժողովի մասնակիցներին փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի իշխանության ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջի, եպիսկոպոսների կալանավորման եւ սրբազանների դեմ հարուցված քրեական հետապնդումների մասին։ Վարդևանյանը դա որակել է որպես աննախադեպ միջամտություն եկեղեցական կյանքին։ Թեև հայկական եկեղեցին ենթարկվել է կրոնական հալածանքների օտար պետությունների կողմից, այսօր մենք ականատես ենք լինում աներևակայելի երևույթի՝ միջամտության մեր եկեղեցու վրա Հայաստանի կառավարող ուժերի եւ կառավարության կողմից։ Անցյալ գարնանից սկսած Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանության պահանջել են ամենայն հայոց կաթողիկոսի հայ սուրբ եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի պապի հրաժարականը։ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ Մեր առաքելական եկեղեցու 6 սրբազանների մեղադրանք է ներկայացվել, սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը եւ հակասում են իրավական երաշխիքներին։ Վարդևանյանը հայ առաքելական եկեղեցու խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանի գործի մասին եւս խոսել է գագաթնաժողովում։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանն ավելի քան 200 օր անցկացրել է անազատության մեջ խիստ ծանր պայմաններում։ Նրա ձերբակալությունը հաջորդել էր եկեղեցին պաշտպանելու պատրաստակամության մասին հայտարարությանը, ինչը ի դեպ փաստաբանական համայնքը անվանել է կրոնական եւ քաղաքական հալածանքների ակնհայտ դրսեւորում։ Հայաստանի կառավարությունը իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։ Իմ փաստաբանական 15 տարվա պրակտիկայի ընթացքում ես երբեք չեմ տեսել կրոնական ազատության նման ակնհայտ խախտումներ։ 1 տարի առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը մի շատ կարևոր հայտարարություն արեց։ Մենք պետք է ավելին անենք, քան պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին։ Մենք պետք է ապրենք դրանցով։ Ես հավատում եմ, որ հենց այս բանաձևի միջոցով է հնարավոր հաջողել։ Ես աղոթում եմ, որ մենք միասին կարողանանք խթանել եւ ավելի լավ պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով։ Ես աղոթում եմ բոլոր նրանց ազատության համար, ովքեր ապօրինի կերպով կալանավորված են եւ ենթարկվում են անօրինական հալածանքների իմ հիասքանչ երկրում եւ արտասահմանում։ Շնորհակալություն։ Աստված բոլորին պահապան։ Thank you so much. God bless you all. Դատարանը եւս 2 ամսով երկարաձգել է Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքը։ Փաստաբան Արսեն Բաբայանը նշել է, որ միայն վերացվել է սրբազանի քրոջ եւ երեխաների հանդիպման արգելքը։ Որոշումը ստանալուց հետո փաստաբանական թիմը կբողոքարկի։ Վերջերս մամուլում տարածվող տեղեկությունները, թե գործին կցված ապացույցներ են անհետացել, փաստաբանը հերքել է։ Մայրաթորի դիվանապետը ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանդիսադիր վայրում թմրամիջոցի ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Պետական եկամուտների կոմիտեն ագարակ սահմանային անցակետում կանխել է թմրամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենկության դեպք։ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման արդյունքում ցորթի երկաթե հենարաններում հայտնաբերվել է 34 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոց մոտ 23 կիլոգրամ քաշով։ Իրանի քաղաքացին կալանավորվել է։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Հայաստանի 2 քաղաքացի։ Հայաստանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Իջևանի եւ Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։ Այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Նրա խոսքով կա հավանականություն, որ այդ հատվածում վերականգնման աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի հետ համատեղ, նրանց անմիջական մասնակցությամբ։ Անդրադառնալով էլեկտրահամակարգերի վերաբերյալ հարցին, Խուդատյանը նշել է, որ առաջնահերթությունը տրված է Հայաստանի 4 հարևան պետությունների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացմանը։ Այն ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև կայունություն է հաղորդում էլեկտրահամակարգերին։ Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա,
Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, իսկ մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան եւ այնտեղից ստացել ենք գազ։ Ադրբեջանից ներմուծված բենզինի շուկայական գների վրա ազդեցությունը տեսանելի կլինի հունվարին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, կլինեն որոշակի ոչ էական ազդեցություններ։ Ըստ Գալստյանի, բաց սահմաններ ունենալու դեպքում կլինի նաև ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ։ Տաշիր արենայում կայացել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։ Երևանցիները հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ծանոթանալ Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Մասնավորապես երևանցիներին է ներկայացվել Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագիրը։ Ներկաները Նարեկ Կարապետյանին ու թիմի մյուս անդամներին հարցեր են ուղղել ոչ միայն տնտեսական ծրագրի, այլև իրենց հետաքրքրող այլ ոլորտների վերաբերյալ։ Ես շատ եմ ուզում լսել ձեզանից ու հասկանալ իշխանության գալով վերջապես մեր երկրում գործելու է օրենքը, թե ոչ։ Գիտեք, ընդդիմությունները մի հատ հատկություն ունեն մինչև իշխանություն դառնալը։ Իրանք միշտ ասում են հա, միշտ հասնում են իշխանության, մի 2 տարի դիմանում են, հետո ամբողջ օրը դատավորներին հրավանգներ են տալիս։ Ճիշտ եք ասում։ Ես չէի ցանկանա որևէ կասկած առաջացնել իմ խոսքը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել։ Ուրիշ մոտիվացիա, ուրիշ նպատակ, քան այս մեր երկիրը փոխելու մենք չունենք։ Եվ այդ ճանապարհին մենք անելու ենք ամեն ինչ, որ երբ որ մենք չլինենք ուրիշ իշխանություն լինի, չկարողանա անի այն, ինչ հիմա են անում։ Հանդիպան ընթացքում ներկաներից մեկը հետաքրքրվել է էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներով, առաջարկելով դիտարկել աղբից էլեկտրաէներգիայի ստանալու այլընտրանքային տարբերակը, ինչը կօգնի նաև լուծել Նուբարաշենի աղբավայրի եւ մայրաքաղաքի օդի աղտոտվածության խնդիրը։ Արձագանքելով քաղաքացու առաջարկին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ նման նախաձեռնությունները կարող են էականորեն նվազեցնել հիվանդությունների աճը։ Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված հոտի ընդհանրապես օդի հիմնական խնդիրներից մեկն է։ 2 օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք եւ իրենք ասեցին, որ օնկոհիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20%-ով։ Միայն նրա պատճառով, որ օդը աղտոտված է Երևանում։ Իրենք բուժառուների մոտ 20%-ով աճ ունեն։ Իսկ ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի տարբերություն Իսրայելի կարծում է, որ Իրանի վրա հարձակվելու անհրաժեշտություն դեռևս չկա, հայտնել է ամերիկյան Axios պարբերականը։ Կարելի է վստահորեն ասել, որ իրականում հենց իսրայելցիներն են ցանկանում հարվածել։ Նախագահն այլ կարծիքի է։ We have the biggest, most powerful ships in the world over there, very close. Պարբերականին հայտնել է ամերիկացի անանուն մի պաշտոնյա։ Նա շեշտել է, որ 2025 թվականի հունիսին, երբ ԱՄՆ-ն հարձակվեց Իսլամական Հանրապետության վրա, Թրամփը Թեհրանի միջուկային ծրագիրը համարում էր իրական ու անմիջական սպառնալիք, սակայն այժմ նա այդպես չի կարծում։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Իսրայել։ Նա կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ բանակի գլխավոր հրամանատարի հետ։ Իրանը պատրաստ է դադարեցնել իր միջուկային ծրագիրը տարածաշրջանում լարվածությունը թույլատնելու համար, սակայն դրա փոխարեն ԱՄՆ-ն կաջակցի տարածաշրջանում միջուկային էներգիայի ստեղծման ծրագրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են։ Եթե կարողանան համաձայնության գալ, հիանալի կլինի, եթե ոչ, ամեն բան վատ կդասավորվի։ Թրամփի խոսքով Իրանի հետ բանակցությունների ելքը մնում է անորոշ, եւ դա ուղղակիորեն կազդի իրավիճակի հետագա զարգացման վրա։
Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ եւ ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն անդամներից, որոնք համաձայնել են։ Դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային, միաժամանակ պահպանելով Ռուսաստանի վրա ճնշումը։ Ուկրաինա կատարած այցի ընթացքում հայտարարել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա շեշտել է, որ կամեցողների կոալիցիան հասել է Ուկրաինայի անվտանգության հարցում հաջողությունների։ Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև Վլադիմիր Զելենսկու հետ։ Ճապոնիայում առատյան պատճառով 30 մարդ է զոհվել։ Որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասնում է ավելի քան 2 մետրի։ Փողոցներում երթևեկությունը դժվարացել է, մայրուղիներում խցանումներ են։ Միջադեպերի հետևանքով 290 մարդ վնասվածքներ է ստացել։ Չինաստանում մարդանման ռոբոտը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Նա վազքուղու վրա զարգացրել է 10 մետր վայրկյան արագություն։ Մարդանման ռոբոտին անվանել են Bolt՝ ի պատիվ ճամայկացի վազորդ համաշխարհային ռեկորդակիր Հուսեյն Բոլտի։